Ես հարցը պատկերացնում եմ հետևյալ կերպ. Նախ մայր աթոռում պիտի գտնվեն մարդիկ, ովքեր այնտեղ են գտնվում Աստծո օրհնությամբ։ Հայ առաքելական եկեղեցին իր կանոններում հստակ սահմանել է, թե ինչպես է Աստծո օրհնության հավաստումը, եթե կարող ենք այդպես ասել, տեղի ունենում։ Ես էլի ուզում եմ ձեզ հետևյալը մեջբերել, որ յուրաքանչյուր կուսակրոն հոգևորական կուսակրոնությունը ստանձնում է խորանի առաջ ծնկաչոք ստանձնած հետևյալ ուխտով։ Մեջբերում եմ ուխտը։ Հիմա եթե Կտրիչ Ներսիսյանի պարագայում ասենք, այդ ուխտը բառացիորեն հնչել է հետևյալ կերպ եւ ստորագրվել է։ Ես Տեր Գարեգին Աբեղա Ներսիսյանս օրհնությամբ Աստծո եւ կամոքն ազգիս հաստատ համոզմամբ հանձն եմ առնում ընդունելու կուսակրոն քահանայության կարգը, փրկչի իջման սուրբ սեղանի առաջ խոստանում եւ ուխտում եմ։ Խոսքը Մայր աթոռ Սուրբ Էջմիածնի խորանի մասին է։ Առաջին, սրբության պահել կուսակրոն քահանայության ուխտս, հավատով ու նվիրումով ծառայել հայաստանյան առաքելական Սուրբ եկեղեցուն, Մայր աթոռ Սուրբ Էջմիածնին եւ հայ ժողովրդին։ Երկրորդ, անաղարտորեն պահել ուղափառ հայրերից մեզ ավանդված դավանությունը, պահել եւ ուսուցանել այն մեր եկեղեցու ավանդական հավատքի համաձայն։ Երրորդ, Մայր աթոռ Սուրբ Էջմիածնի միաբան մնալ միջև իմ կյանքի վախճանը, սրբության պահել ժուժկալության, կամավոր աղքատասիրության, կրոնավորության, ողջախոհության եւ հնազանդության հայրապետահաստատ կանոնները, ուրանալ իմ անձը եւ մնալ սուրբ հայրերի հաստատած կանոնների մեջ։ Ապրել առաքինի կյանքով ու պարգևտ վարքով, անձնուրաց կատարել եկեղեցական պաշտամունքները, ամենայն հնազանդությամբ գործադրել միաբանական ուխտի կանոնները, տևապես հետամուտ լինել իմ հոգևոր կյանքի զարգացմանն ու նվիրվել գիտական, գրական եւ կրթական աշխատանքներին, որքան ներեն իմ կարողությունները։ 5. Լինել հնազանդ ամենայն հայոց հայրապետի հրամաններին, ինձ վստահված պաշտոնները եւ աշխատանքները կատարել սիրով եւ եռանդով։ Որպես երաշխավորություն իմ այս խոստումների ստորագրում եմ սույն ուխտագիրը։ Այսինքն հիմա ինչպես ակնհայտ է, Կտրիչ Ներսիսյանը իր իսկ Մայր աթոռ Սուրբ Էջմիածնի խորանի առաջ իր ստանձնած եւ ստորագրած ուխտը խախտել է։ Հասկանում եք, նա սա նշանակում է, որ վեհարանում նրա մնալու ամեն օրը խարխլում է հայ առաքելական եկեղեցու հիմքերը, ավանդները, կանոնները, որոնց հղում է արվում այստեղ։ Որ արձագանքեք, շարունակություն եք ասի։ Արձագանք։ Խնդրում եմ շարունակել, միջելոց երթումից դուրս է գալի, որ միայն կուսակրոնությունը չի, որ խախտվում այս ուխտում, այլև ժուժկալության եւ աղքատասիրության ուխտն էլ որ շատ մանրամասն խախտում է, բայց շարունակեք։ Չէ, էլի բաներ կան, ես հիմա այդքան ժամանակն էլ քիչ է չվերլուծեմ, բայց ասենք առնվազն մի քանի կետ, բայց ես ուզում եմ ուրիշ բանի վրա էլ ուշադրություն դարձնել, որ օրինակ կարող եմ մեջբերել մեր կանոնագրքի առաքելական երկրորդ կանոնների կանոն իգն, որտեղ ասվում է. Եպիսկոպոսը կամ երեցը կամ սարկավակը, եթե պոռնկության մեջ կամ երթմնազանձության կամ գողության մեջ բռնեն, կարգալույց լինեն։ Այսինքն սա հստակ կանոնը, հասկանում եք, եւ անխուսափելի։ Հիմա Կտրիչ Ներսիսյանը հայ առաքելական եկեղեցու հայրապետը չի այդ իմ նշած փաստերի բերումով եւ նրա այնտեղ մնալու ամեն օրը, ամեն վայրկյանը խարխլում է հայ առաքելական եկեղեցու հիմքերը, հեղինակությունը եւ այլն եւ այդպես շարունակ։ Ես պատկերացնում եմ հետեւյալ կերպ, որ մենք
հայ առաքելական եկեղեցու հոգևոր հոտը քրիստոնեական մեթոդներով պետքա ուղղակի բոլոր սրբապիղծներին դուրս տնի մայրաթորից, տենց եմ պատկերացնում, սիրով քրիստոնեաբար, բայց հետևողական։